Ժամը մոտավորապես կլներ 5:30-6-ին մոտիկը երևի 6-ը այդ սահմանում էր։ Ես էլ մի քիչ դենն էի։ Ինչ կարայի իր անես։ Կարկուտներ էր գալի այս հենց այս չափսի, բայց քիչ քանակով։ Իսկ հնաց շփված այնքան էր, որ գետինը ծածկեց կարկուտով, ոնց որ ձյուն եկած։ Այգեհատի բնակիչ Ժորա Նահապետյանն է, ասում է աչքի առաջ րոպեների ընթացքում ջուրը լցվեց իր մի քանի ամսվա աշխատանքը։ Դեռ մայիսի 24-ին տեղացած կարկուտի հետևանքով գյուղը լուրջ վնասներ էր կրել, այժմ էլ այս մեկը։ Տեղումների հետևանքով գյուղի մշակաբույսերի մոտ 70%-ը վնասվել է։ Շուրջ 1 ժամ տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել նաև հարևան Օձունին։ Կարկտահարվել են կարտոֆիլի, ցորենի, եգիպտացորենի, արևածաղիկի ու շուրջ 150 հեկտար բազմամյա խոտաբույսերի ցանքսերը։ Օձունի բնակիչ Սուրեն Ապրեսյանը ունեցած 1.5 հեկտար հողն է ուսումնասիրում, հիմնականում եգիպտացորեն է ցանել։ Նախ ցրտահարությունը, հիմա էլ տեղացող կարկուտները, բերքի մեծ մասն արդեն վնասված է, ասում է։ Դեստի չեմ ելել, ես հանդումնի, շատ է կավանդի հանդում։ Մել ստել է, տոտենի մեկ որ լրիվ ջարդազը։ Երկու անգամ եկել ավ կարկուտ, էլի լետ վնաս է տվել, տան հողամ ասում էլ շատ վնաս տվել, ստետատ վնաս է տվել ու վնաս, ցոյենը ընգացա, խոտն ընգացա։ Վնասվել է նաև տնամերձի վարունգի, լոլիկի ու բանջարեղենի այլ տեսակների սպասվելիք բերքի կեսից ավելին, մնացածի համար էլ ապահովության երաշխիք չունեն։ Տեղակայային կայանը ամբողջ թափով աշխատել է եւ ես նաև վերագրում եմ, որ այդ մանր կարկուտը տեղացել է, նաև կայանի շնորհիվ է, որ խոշոր չի եղել եւ պարզապես այնքան զոր էր կարկուտի այդ ամբողջ իր տևողությունը, որ երևի այդքանով կարողացավ կայանը միջամտել։ Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը նշում է, որ նախորդ տարի վնասներն ընդհանրապես չեն եղել ու գյուղացին շատ լավ բերք է ստացել։ Այս տարի սակայն բնության հասցրած վնասից խուսափել չստացվեց։ Վնասվել է մոտ 300 հեկտար ցանքատարածություն, ուրեմն մոտ 10 հեկտար կարտոֆիլի է դժվար տարածքում, 2 հեկտար արևածաղկի, մոտ 40 հեկտար եգիպտացորենի և 100 հեկտար ցորենի։ Գյուղապետը կարկուտի հասցրած վնասի մասին հաշվարկներ արդեն ներկայացրել է մարզպետարան եւ սպասում է պատասխանի, թե որքան եւ ինչպես կաջակցեն գյուղացուն, պարզ կլինի մարզպետարանում կազմակերպվելիք քննարկումներից հետո։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։